Միջազգային լրահոսն այսօր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, կամ ուկրաինական պատերազմի կողմերը կընդունեն Վաշինգտոնի առաջարկը, կամ երկիրը դուրս կգա բանակցություններից։ Կամ Ռուսաստանն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կամ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից։ Մենք շատ հստակ առաջարկ ենք արել եւ ռուսներին, եւ ուկրաինացիներին, եւ այժմ ժամանակն է, որ նրանք կամ ասեն այո, կամ էլ Միացյալ Նահանգները դուրս գա այս գործընթացից։ Մենք իրապես զբաղված ենք շատ լուրջ դիվանագիտությամբ։ Մենք իրոք փորձել ենք ամեն ինչ հասկանալ թե ուկրաինացիների, թե ռուսների տեսանկյունից, ինչն է ամենաշատը մտահոգում ուկրաինացիներին կամ ինչն է ամենաշատը մտահոգում ռուսներին։ Ես կարծում եմ, որ մենք շատ արդար առաջարկ ենք արել։ Մենք պատրաստվում ենք տեսնել, թե արդյոք եվրոպացիները, ռուսներն ու ուկրաինացիները ի վերջո ի վիճակի են գործը հասցնել վերջնագծին։ Կրկին ես բավականին լավատես եմ դրա վերաբերյալ, ասել է նա։ Ըստ Վենսի բոլորն էլ բարեխղճորեն բանակցել են, բայց հիմա ժամանակն է, որ կողմերն անեն, եթե ոչ վերջնական, ապա վերջնական քայլերից մեկը։ Մենք իրականում կյանքի ենք կոչելու այնպիսի երկարաժամկետ դիվանագիտական խաղաղ կարգավորում, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղ հանգուցալուծման, ասել է ԱՄՆ փոխնախագահը։ ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը ներառում է ռազմական գործողությունների սառեցում, Ղրիմը որպես ռուսական ճանաչում, Ուկրաինայի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց, Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում, նավարկության ազատություն Դնեպրում եւ ֆինանսական օգնություն երկրի վերականգնման համար։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան։ Իսրայելական Իսրայել-հայոն պարբերականի փոխանցմամբ այցի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն դա տեղի է ունենալու առաջիկայում։ Նեթանյահուն Բաքվում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի հետ ունի երկարամյա սերտ հարաբերություններ ամրապնդված սերտ համագործակցությամբ։ Լրատվամիջոցը շեշտում է Ադրբեջանն Իսրայելի համար բարեկամ պետություն է, որտեղ 2 շաբաթ առաջ տեխնիկական բանակցություններ էին կայացել Իսրայելի ու Թուրքիայի միջև, կանխելու Սիրիայի տարածքում երկու երկրների ռազմական բախման հավանականությունը։ Դրանից հետո Ալիևը առանձին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի ու Սիրիայի նոր կառավարիչ Ահմադ Ալ-Շարայի հետ։ Ուստի Նեթանյահուի այցը թվում է որպես այդ դիվանագիտական ջանքերի բնական շարունակություն։ Սպասվում է, որ բացի թուրք-սիրիական խնդրից Նեթանյահուն եւ Ալիևը կքննարկեն երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների ամբողջ սպեկտրը։ Իսրայելը ու Ադրբեջանը պահպանում են ռազմավարական կապեր, ներառյալ նավթի ու դրա անցյալների մատակարարումը Իսրայելին։ Այս մատակարարումը անխափան շարունակվում էր Թուրքիայով նույնիսկ պատերազմի ժամանակ։ Ադրբեջանը սահման ունի Իրանի հետ եւ երկու հարևանների հարաբերությունները շարունակում են մնալ խիստ լարված։ Իսրայելը Ադրբեջանին վաճառում է առաջադեմ սպառազինության համակարգեր, օրերս Ադրբեջան էր այցելել էներգետիկայի նախագահ Էլի Քոհենը եւ ստորագրել համագործակցության համաձայնագրեր։ Նեթանյահուի վերջին այցը երկիր տեղի է ունեցել 2016 թվականին։ Ուկրաինական պատերազմը դադարեցնելու օրակարգով այսօր Լոնդոնում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Հայտարարությունը տարածվել է բանակցությունների մեկնարկից բառացիորեն մի քանի ժամ առաջ, Ուկրաինայի արտգործնախարարի ժամանումից հետո, ով եւս պետք է մասնակցեր հանդիպմանը։ Կողմերը միաժամանակ հայտարարել են, որ քննարկումները կշարունակվեն ավելի ցածր մակարդակով։ Մենք դա դիտարկում ենք որպես ուկրաինացիների վրա ճնշման հավելյալ փորձ։ Ազատությանն ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը անանունության պայմանով, հավելելով դրանով Վաշինգտոնն ակնարկում է, կամ համաձայնում ենք մեր առաջարկին, կամ մենք դուրս ենք գալիս բանակցություններից։ Ըստ ամերիկյան Axios-ի Վաշինգտոնը օրեր առաջ Փարիզում կայացած հանդիպմանը կարգավորման ծրագիր է ներկայացրել, որով հրադադարի շրջանակում Ուկրաինան պետք է Ռուսաստանի մաս ճանաչի գրավված տարածքները, այդ թվում նաև Ղրիմը։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է այցը Լոնդոն, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել էր, որ Ուկրաինան Ղրիմը կճանաչի որպես Ռուսաստանի մաս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Պեկին կատարած այցի ժամանակ Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել։ Փաստաթղթով Բաքուն ու Պեկինը հայտարարում են, թե այսուհետ միմյանց դիտարկում են որպես առաջնահերթ, վստահելի ու փոխշահավետ ռազմավարական գործընկերներ, պատրաստակամություն հայտնելով մշտապես ամրապնդել քաղաքական փոխվստահությունը, զարգացնել համապարփակ համագործակցությունը։ Կողմերը նաև հաստատակամ աջակցություն են հայտնում միմյանց ինքնիշխանությանը, անվտանգությանը ու տարածքային ամբողջականությանը։
Ադրբեջանն ընդունում է, որ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, կտրականապես դեմ է Թայվանի անկախության ցանկացած ձևին եւ աջակցում է Չինաստանի կառավարությանը երկրի վերամիավորման գործում, ասված է փաստաթղթում։ Ձեռք բերված համաձայնագրով երկու երկրները նաև որոշել են ազատ վիզային ռեժիմի անցնել։ Թուրքիայի աղետների եւ արտակարգ իրավիճակների վարչության փոխանցմամբ Ստամբուլում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում 6.92 կիլոմետր խորության վրա։ Թուրքական պետական Անադոլու գործակալության փոխանցմամբ ցնցումները զգացվել են նաև հարակից նահանգներում։ Այս պահի դրությամբ տուժածների ու փլուզումների մասին հստակ տեղեկատվություն չկա։ Երկրաշարժից ցնցվել են նաև հարակից շրջանները, այդ թվում Բուրսան, Յալովան եւ Թեքիրդաղը։ Վախեցած մարդիկ ստիպված լքել են իրենց տները, երկրաշարժի հետևանքով մահացածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, մնացեք Օրագիժ Նյուզի հետ։